Ջոյի մի րոպե մի գնա, Ռոբերտ Սերջը եւ մյուսները, ովքեր Փաշինյանի այս հարձակումից հետո Եվրամեդիա 24-ն արձագանքեց դեպքին, կապ հաստատեց թիվ 16 պոլիկլինիկայի անվանի բժիշկ գինեկոլոգ Արփինե Սողոյանի հետ, որը չխուսափեց ներկայացնել իր հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները։ Տիկին Սողոյան, ինչպես եք ձեզ զգում վարչապետի հետ միջադեպից հետո, ընդամենը 1.5 ժամ է անցել, տեսնում ենք ձեզ միայն շնորհավորում են։ Շատ շնորհակալություն, հանդիպումից հետո ինձ խիստ բավարարված եմ զգում, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հավաստիացնում եմ ձեզ, որ սա իմ առաջին երջանիկ օրն է, որ ես ապրում եմ, որտեղ շատ վաղուց երազում էի այդքան մոտիկից նայել աչքերին եւ ասել այն, ինչ որ կամենում եմ։ Բայց բավարարված եք, նա ըստ էության ոչ մի պատասխան չտվեց, ոչ ձեր գերեվարված կամ անհետ կորած եղբոր մասին, ոչ Արցախի մասին, նա ձեզ պատասխան չի տվել, նա ձեր թևերն էր քաշում եւ սպառնում էր եւ կզացնեմ, չգիտեմ ինչ, գրեհիկ բառանոթերքով հարձակվեց ձեր վրա։ Իսկ նա երբ է կարողացել այս 8 տարվա ընթացքում ինչ-որ մի ադեկվատ եւ լիարժեք պատասխան տալ։ Բնականաբար եւ ես նրան հարց չէի տալիս եւ ես իմ հոգուտիչն էի իրեն հայտնում, ես իրանց ոչ մի սպասելիք չունեմ, միակ սպասելիքը, որ ես իրանից ակնկալում եմ, իրա հեռանալն է։ Եվ վերջ։ Իսկ ինչու այդպես հարձակվեց ձեր վրա, ինչ որ արցախցու բարբառ էր ասում եւ այլն։ Ես չգիտեմ որտեղից, ես արցախցի չեմ, հոգով արցախցի եմ, բայց չունեմ արցախյան բարբառ, չգիտեմ ինքը որտեղից, դե ինքը ես ինչքան հասկացել եմ, այս կյանքում մի հատ հերոսի անուն գիտի, այդ Քոչարյան Ռոբերտն է եւ Ղարաբաղցիները, չգիտեմ, երևի ենթադրեց, որ պետք է Ղարաբաղյան ակցենտ ունենամ, ու ես էլ իրեն հստակ հարց տվեցի, անգամ ինքը դրան չպատասխանեց, ասացի այդ Ղարաբաղցու ակցենտից ինչի եք այդքան ցնցվում։ Ակցենտա։ Քանի որ կողքից գոռում էին Նիկոլ վարչապետ, դա իրենց քաղաքացու աղմուկը զսպելու միջոցն է, արդեն ծանոթ ենք այդ ծառագրին, բայց ինչից ինքը դյուրագրգիռ դարձավ եւ ինչից այսպես սկսեց քաշքշել ձեր թևերից, առողջապահության նախարարը կողքին էր, վստահաբար ձեզ ճանաչում էր, դուք հայտնի գինեկոլոգ եք եւ քաղաքում ձեզ շատ-շատերը գիտեն, այս սիտուացիան հասկանալի է ձեզ համար։ Հասկանալի է, սպասվելիք էր, ես իրան պարզապես ասացի, որ ինքը գողացել է իմ հայրենիքը, ինքը գողացել է իմ մի ամբողջ երիտասարդ սերունդ իմ ազգից, ինքը գողացել է իմ եղբորը, ինքը գողացել է վերջապես իմ ուրախությունը, ինքը գողացել է ամեն ինչ։ Եվ ինքը դրանից բնականաբար, որ երբ որ իրականության հետ ինքը առերեսվում է, ինքը միշտ էլ ընկնում է ցնցումների մեջ, դե որպես բժիշկ էլ, որ նայում ես իր անգամ ամենաբարձրագույն ամբիոնից, իր շատ դեպքերում իր շարժումները ադեկվատ չեն, ինքը շատ անկանոն ձեռքերի եւ գլխի շարժումներ ունի, որով երևի մասնագետները պետք է զբաղվեին։ Չվախեցաք։ Բոլորովին։ Ու գիտեք ինչ, ես գիտակցում եմ ես ուր եմ մտնում, որտեվ ես 30 տարի այդ թաղամասի բնակիչ եմ, իրանք հենց հավաքվել են մեր շենքի մոտ, հավատացնում եմ ձեզ, ինչպես? Որտեղ եք ավանում? Ոչ, Ղափանցյան հասցեում, ժողովրդին ավելի հայտնի է քանակեր հեկ թաղամաս, թաղամասից բավականին քիչ հատուկենտ մարդիկ էին։ Ես 20 րոպե ավելի շուտ էի իջել ներքև եւ տեսնում եմ ինչպես են ավտոներով գալիս եւ իջնում այդ կեպկաներով, այդ սրտիկներով մարդիկ։ Հիմնական, այսինքն երբ որ ես մի 5 րոպե կանգնեցի նայեցի, ես խորապես գիտակցում էի, որ ես մտնում եմ ոհմակի մեջ եւ սպասում էի, որ կհարձակվեն իմ վրա։ Գիտակցելով մտել եմ, որտեվ ես էլի եմ ասում, շնորհակալ եմ Աստծուն, որ այդ հնարավորությունը ունեի, նա եկել էր հասել էր իմ տան շեմին, ես չէի կարող իրեն չողջունել։ Դուք թիվ 16 պոլիկլինիկայի գինեկոլոգն եք եւ ես ձեր միջանցքային զրույցներից հասկանում եմ, որ մի քիչ լարվածություն կա։ Նաեւ տեղեկություն ունեմ, որ ձեր ղեկավարն է կանչել քաղաքապետարան, չգիտեմ ինչքանով է ձեզ հայտնի այս տեղեկությունը։ Հնարավոր է ճնշումներ սկսվեն ձեր նկատմամբ, դուք պատրաստ եք դրանց։ Գիտեք, ես տեղյակ չեմ, դեռևս ինչ ընթացք ունենա այսօրվա իմ հանդիպումը Փաշինյանի հետ, սպասում եմ ցանկացած սցենարի, որտեղ դա իրանց շատ հոգեհարազատ սցենար է, վախացնել, ահաբեկել, բանտարկել,
ես պատրաստ եմ բոլոր իրանց հարցակումներին։ Ես Այդ թվում աշխատանքը կորցնելու։ ցանկացած, ես հայրենիք եմ կորցրել, ինչ աշխատանքի մասին է խոսքը, աշխատանք կգտնեմ։ Ամբողջ Facebook-ում ձեր եղբոր լուսանկարն է պատտվում, ինչ լուսանկար է դա, ով է ձեր եղբայրը։ Անկեղծ ասած ժամանակ չեմ էլ ունեցել, որ ես ինքս հետևեմ, իմ եղբայրը ՊԲ-ի երկրորդ գումարտակի բուժծառայության պետներ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանը, որը ապացուցված ինքը բռնի գերեվարված է հոկտեմբերի 6-ին 44 օրյա, այո, ու պետության ջանքերը ինքը համարվում է անհետ կորած 6 տարի շուրջ երբևէ ոչ մեկ պաշտոնական ատյաններից երբևէ չի հետաքրքրվել, երբևէ չի տեղեկացրել ինչ որ մի կանչեն, ինչ որ մի տեղեկություն տան, գոնե ցույց տան, որ զբաղվում են, հետաքրքրված են։ Գիտեք ինչ, եւ երբ որ ես այսօր վարչապետին ասեցի, որ գոնե տեղյակ եք, քանի բարձրաստիճան անհետ կորած ունեք, ինքը մի հատ абսուրդ թիվ հանեց, ոսկե անհետ կորածների թվի հետ չէր համապատասխանում, ինքը չէր իմանում, ինքը տեղյակ չէր, իրան դա չի հետաքրքրում, եւ եթե ես կարծում եմ, որ ինքը եթե իրոք իր սպայական կազմի հանդեպ է այդքան անտարբեր, ինչ վերաբերմունք ունի ինքը 18 տարեկան մեր երեխաների հանդեպ։ Ինքը ընդդում էր, որ գերիների թեման իրենց համար փակ է, հա, այդ իրանց համար կարա փակ լինի, դա մեր 6 տարվա տառապալից կյանքն է, ինքը չի կարա մեր կյանքը փակի։ Ձեր եղբայրը փոխգնդապետ էր, Փոխգնդապետ էր, Հադրութի Զորամասի բուժծառայության պետն է եղել։ Դուք չունեք պատասխան այդ ամեն ինչի մասին եւ ձեր նույնիսկ հարցադրումները չլսեց Փաշինյանը, միանգամից հարձակվեց ձեր վրա։ Դուք մտածում եք, որ երկրի քաղաքացիները կարող են ազատ շրջել հունիսի 8-ին, եթե վերընտրվի Փաշինյանը 3-րդ անգամ։ Ձեզ չի վախեցնում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի դուք ընտանիքի անդամներ ունեք, օրինակ ես որպես երկրի քաղաքացի սարսափում եմ այդ տեսարաններից։ Այո, մենք այդ պահին սկսում ենք գնահատականներ տալ, օրինախախտման դրվագներ ենք ֆիքսում, բայց ի վերջո սա մեր իրականությունն է, իսկ ինքը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Աստված մի արասցե, որ նա վերընտրվի 3-րդ անգամ։ Աստված մի արասցե, եկեք նման հարցեր մի տվեք, եկեք հավատանք մեր պայքարին եւ պետքա պայքարենք, որ կարողանանք հաղթենք։ Իսկ առողջապահության նախարարին ասելիք ունեք, որը ձեր մոտենալը սադրանք է որակել։ Գիտեք ինչ, ինչ, որը ձեր ձեռքերն էր բռնում իր առաջնորդին զսպելու եւ որպես տղամարդ նրա բառամթերքից ազդվելու, նրա հարցակումից ազդվելու փոխարեն։ Գիտեք ինչ ասեմ առողջապահության նախարարին, ինքը Փաշինյանի խամաճիկներից մեկն է։ Ես ոչ մեկին ոչ մի բան ասելու չունեմ, քանի մեր վարչապետը Փաշինյանն է։ Ինչ թելադրում է նա անում են, պարզապես կարա մի քիչ ավելի լուրջ իրան պահի, մի քիչ բարի փողոցներում չի սազում առողջապահության նախարարին, որտեղ շատ ավելի կարևոր առողջապահական մենք խնդիրներ ունենք բարձի թողի վիճակում։